Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ, չեմ վախենա ասել էքսկլյուզիվ թողարկում, շատ սպասված հյուր ունեմ եւ ես ձեզ խոստացել էի, որ մոտակա 1 ամսվա ընթացքում ինձ մոտ տաղավարում լինելու են գեղեցկուհիներ, ազդեցիկ կանայք եւ նաեւ այն տղամարդիկ, ովքեր որ ամենամեծ ազդեցություն ունեն կանանց վրա։ Եվ այսպես շարունակ։ Եվ ասեմ, որ այս հյուրին ոչ միայն ես, այլև հեռուստադիտողներ են շատ ցանկացել ինձ մոտ տաղավարում տեսնել Facebook-յան էջը մեր եռում էր։ Ի վերջո նա հասավ այնպես, որ թե ում մասն է լինելու խոսքը դա կլինի րոպեներ անց, որովհետև այս պայն պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահովակ վերադառնում ենք անցնում ենք բուն թեմային։ Փորձել եմ մեկա, չի լինում քեզ մոռանալ, ամեն ինչ թողել եմ մեկա, չի լինում քեզ հասկանալ, ինձ ավելին էլ պետք չի մենակ դու ես իմ համար, դարձել ես օդն ու ջուրս, մի թող տարավ մնդամ, ասում ես չեմ ուզում, բայց անում ես հակառակը, ասում ես ինձ գնա, չեմ տասել քեզ հավատա, փորձում ես ինձ տանջել, ես դա շատ լավ հասկանում եմ, ուզում ես ինձ փորձել, չի լինի դա խոստանում եմ, ինձ ասում ես լավ, այս թողնում ես գնում, ինձ թողնում է նա կետս ես խաղում, քիչ է քեզ մնացել, փոխադարձի ուներ քիչ է մնացել, ինձ ասում ես լավ, այս թողնում ես գնում, ինձ թողնում է նա կետս ես խաղում, քիչ է քեզ մնացել, փոխադարձի ուներ քիչ է մնացել Խոսքերդ ավելորդ են, պահված կտան իմաստ, քո ձևերից օգնել եմ կգա օրը կիմանաս, ամեն օր երազում եմ ունենալ սեր իրական, շապիտո քո տանջումը չի թողում որ մոռանամ, ասում ես չեմ ուզում, բայց անում ես հակառակը, ասում ես ինձ գնա, չեմ տասել քեզ հավատա, փորձում ես ինձ տանջել, ես դա շատ լավ հասկանում եմ, ուզում ես ինձ փորձել, չի լինի դա խոստանում եմ, ինձ ասում ես լավ, այս թողնում ես գնում, ինձ թողնում է նա կետս ես խաղում, քիչ է քեզ մնացել, փոխադարձի ուներ քիչ է մնացել, ինձ ասում ես լավ, այս թողնում ես գնում, ինձ թողնում է նա կետս ես խաղում, քիչ է քեզ մնացել, փոխադարձի ուներ քիչ է մնացել
քիչ է քեզ մնացել Փոխադարձիր ուներ քիչ է մնացել Ինձ ասում ես լավ, բայց թողնում ես գնում Ինձ թողնում է դա կետս ես խաղում Քիչ է քեզ մնացել Փոխադարձիր ուներ քիչ է մնացել Ինձ ասում ես լավ, բայց թողնում ես գնում Ինձ թողնում է դա կետս ես խաղում Քիչ է քեզ մնացել Փոխադարձիր ուներ քիչ է մնացել Ինձ ասում ես լավ, բայց թողնում ես գնում Ինձ թողնում է նա կետս ես խաղում Քիչ է քեզ մնացել Դե ինչ 21 TV եթերում շարունակում է աշխատանքը Ձինայդ նախագիծը եւ ըստ ֆորմատի ես ձեզ ներկայացնում եմ տեսանյութ փոքրիկ երաժշտական հավաքածու, որը լի է ժպիտով, գեղեցիկով եւ ամենակարևորը ազդեցիկ։ Իդեպ ասեմ հերոսուին արդեն ինձ մոտ աղավարում է, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Չեմ հիշում երեք դու ինչ ես ասել, որ խնդրեմ մեզ օրել կպատասխանես։ Դա 5-րդ տուն գամ Լավ եմ ճանաչում, հետո փոշմանել Դե գնամ փոխվեմ գամ։ Մանե, բալես ինչ եղա։ Զանգել։ Դու լավ ես։ Շքեղ են ծաղիկներդ շք Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերն են մոտ նստել։ Ձայնը բարձրացրել է, շատերն ասում են, «Ող ինչ լավ է, ի վերջո»։ Համենայն դեպս վստահ եմ, այլևս դուք ինձ խեղդամաչ չեք անի, որ նրան տեսնեք տաղավարում եւ դուք կիմանաք, որ նրա առաջին հարցազրույցն է, որովհետեւ նա երբևիցե չի գնում հարցազրույցների։ Գեղեցկուի Տաթևիկ Ադումյանը ինձ մոտ տաղավարում է։ Տատ ջան, ողջույն։ Ողջույն Զինատ ջան։ Ես փաստորեն հենց նոր իմացա, որ իմ աղջիկը չի գնում հարցազրույցների։ Հա, Դեռ չունեմ նեղանալու, ես էքսկլյուզիվ, բացահայտ եմ։ Հա, չի գնում, ունեմ հարցազրույցներ, բայց քեզանից հետո եմ գնալու։ Մինչև հիմա չեմ գնացել որևէ հարցազրույցի։ Եղել են տենց փոքր բլից հարցեր Instagram-յան շրջանակներում։ Շատ լավ։ Հերոստայեթերն առաջին ամենայն դեպս նորմալ տարբերակով։ Ես նախ շնորհավորում եմ արդեն քեզ այս տարբերակով։ Ուզում եմ լինես առողջ, ուզում եմ լինես մի շփտերես ու լինես մամայի նման, քո մամայի նման։ Ուժեղ, ընկերուս մասն էլի խոսքը, որ բարևներս էլ եւ շնորհավորանքներս էլ կրկնակի։ Մնացածը դու արդեն ինքդ ձեռք կբերես եւ ձեռք բերով է գիտես։ Այո, դե մամայի ուժը անցել է։ Բոլորս գիտենք ինչերի միջով անցա։ Մի խոսքով մամայի ուժը անցել է, մնացածը կամած Աստված առաջ։ Իմ կարծիքով այն ամեն ինչի միջով ինչ որ կինն է անցնում, ասենք, ես դու իմ աղջիկը շատերը, հա։ Մամաս անցավ։ Դա մի նոր փորձություն է եւ կյանքի նոր փուլ, որովհետեւ շատերն ասում են այդ դեպքերից հետո մենք ավելի նիհարում սիրունանում ենք, ավելի գործունյա ենք դառնում եւ ստացվում է ավելի մեծ ուժ։ Քեզ ինչա պետք։ Մի ամբողջ օր քնել, արթնանալ, անկողնու մեջ անցկացնել, հետո առավոտյան զարթնել ու անցնել գործի։ Ասա, որ հիմա քո մոտ այդ էտապն է։ Այո։ Ապրես։ Այո։ Վերջացավ։ Լացում ենք գիշերը, հետո մաքրում ենք արցունքները, սիրունանում ենք եւ դուրս ենք գալիս, հիշելով, որ ամեն ինչ ժամանակավոր է։ Վերջացավ։ Մանավանդ դու հələ այնքան բան ունես արժևում, տարիքի մասին չենք խոսում։ Տատ Ջան։ Իմ աղջիկը բնականաբար ամենաակտուալ տարբերակով հեռուստասերիալներում է ներկանում, բայց դու գիտես, որ ես շատ կուզենայի, օրինակ քեզ գայ տեսնեի թատրոնի շենքում ներկայացման ընթացքում։ Դրա մասին մտածել ես։ Խաղացել եմ նաև կոմերցիոն տարբերակներով, բայց ինչ որ տարօրինակ բան կատարվեց սերիալի զբաղվածության պատճառով, օր ու գիշեր, երևի սկսեցին ինձ թատրոններում էլ չտեսնել, չկանչել, չգիտեմ, բայց
եղավ էս վերջում հրավերքը, չեմ նշի որ թատրոնը որ գնամ աշխատեմ, բայց այդ ձևաչափը թատրոնի իմը չէր, իսկ ես չեմ սիրում խաբել։ Հա, Պիտի հասկացա։ թատրոնն էլ մի քիչ քոնը լինի։ Այնպես որ ես բաց եմ, եթե Հրավերքը լինում է։ հա Շատ լավ։ շատանում եմ թատրոնի համար։ Վստահ եմ լսում եք դուք։ Աղջիկը բաց է եւ որ ասում են թողեք մենք որոշենք մեր ռեժիմը։ Այո։ Մարդու մտքին տեղ լինի, եթե ուզենամ ինչ կհամաձայն։ Այո, որ իմ դասախոսը ինձ միշտ ասում էր, չեմ կարող չկա, կա չեմ ուզում։ Հա։ Եվ ընտրությունն էլ ակոնա։ Շատ լավ, առաջարկը թող լինի, ընտրությունը կորոշվի ոնց է լինում։ Եվս մեկ հարց, քանի որ շատերը թե քեզ սովոր են սերիալում տեսնել, ինձ միշտ հարց է հետաքրքրում։ Լավ, սերիալի առաջարկ եղավ, հա։ Լինելով հերոսուհի, դու առաջինը ինչ հարց ես տալիս պայմանների մասին, ով է քո զուգընկերը, թե օրինակ թողեք գոնե մեկ-մեկ քնեմ։ Որն է քո նտած։ Որ գոնե տարին 2 անգամ կամ գոնե մի անգամ հանգստանամ, դա իմ համար շատ կարևոր է։ Հա։ Շատ կարևոր է, որովհետև երբ որ սպառվում եմ, իսկ ես ամեն ձև եմ նվիրվում, կան չէ դերասաններ, որ մեր մեջ ասած սերիալին վերաբերվում են գրդոն։ Հա։ Դու քիչ Այդ մարդը արդեն ինձ համար դերասան չի։ Եթե դու քո գործին վերաբերվում ես գրդոն, ուրեմն դու գրդոն չի ես։ Հա։ Ճակերտավոր։ Տատիսկ բացահայտումներ անում ես սերիալի ընթացքում։ Իհարկե, վայ, այնքան բավականին։ Իսկ հակառակը լինում է, որ դու այդքան էլ լավ տրամադրված չես նում, գնում ես նկարման հրապարակում, հասկանում ես, որ այդ ամբողջը fake էր, ինքը կարքին, ասենք ընկեր է, լավ, չգիտեմ, զուգ ընկեր է, լինում է դա Դին մի ցերկեր։ բան ասեմ, ես բոլորին լավ եմ տրամադրված։ Հետո? Երթվում եմ բոլորին, որևէ մեկի հանդեպ որևէ վատ բան չեմ զգում։ Եթե բայց ցավոք սրտի կան մարդիկ շատ եմ նկատում, որ նախանց կա, չարություն կա, ինչի պիտի մենակ գլխավոր դերեր խաղա, ինչի պիտի սենց լինի, ոնց կար ամուսնացած լիներ սենց նենց, այդ նախանձը զգում եմ մեր աղջիկների մեջ, բայց էլի եթե մարդուն բարություն ես տալիս, մեկը քեզ վերադառնում է դա։ Շատ լավ։ Իսկ Տաթև իրան պատկերացնում օրինակ հետաքրքիր մի նախագծում որպես հեռուստա հաղորդավարուհի։ Ուրեմն Ահա։ ինձ առաջարկել էին Բարի լույս եւ ես Բարի լույս էի վարում Այո։ եւ դա տևեց 2 ամիս, որովհետեւ դա իմ կյանքի ամենադաժան օրերն էին։ Ես հասկացա, որ ես առավոտվա մարդ չեմ, որովհետեւ ես ստեղծագործող մարդ եմ, ես էմոցիոնալ մարդ եմ, ես կարող եմ գիշերները գրեմ, կարդամ, չգիտեմ, այդպիսինն եմ։ Բայց ես ինձ պատկերացնում եմ ինչ որ էքստրեմալ բան վարելուց, ինչ որ տենց ես շատ էքստրեմալ մարդ եմ, խենթանում եմ էքստրեմի համար։ Լուրջ։ Հա, ինչ որ տենց ռեալիտի բան, դա իմն է։ Հա։ Ասենց պուպուշ մի նայեք, այս կերպարը։ Հասկացանք, բայց ինձ թվում է դու հիմա դուրս ես։ Հիմա Տաթևն է այստեղ նստած։ Չէ, կերպարը ասելով հագուստը բան, ես սիրում եմ ավելի տենց սպորտային։ Այդ ենք ուզում ասենք։ Իսկ եթե մի լինի մի նախագիծ, որտեղ ուղակի ներկացնել գեղեցիկը, ինչու ոչ, ճաշակ, երիտասարդական, դու հələ մի հատ դրա մասին մտածի, դու կարող ես ինքդ ունենալ այդ նախագիծ, եթե որոշես ես քեզ կօգնեմ սցենարի հարցով։ Այսինքն, այո, այն որ Տաթևը օգնում է ինչու՞ն է, գոնակ Ակոպովնան օգնում էր շատ մամաներին գեղեցկանալ, բայց ռեսթայլին էր։ Այսինքն գտնում ենք կնոջ ոճը։ Տանում ենք գեղեցկության սրահ, մեյքափ, հագուստ եւ այդ ամբողջը ուղակի լայվ տարբերակով ներկայացնում ենք։ Տաթևը դելա քոնը։ Դա կանեմ, որովհետեւ ես սիրում եմ մեր կանանց, սիրում եմ։ Կինը, մանավանդ մեր երկրում ու այս կովկասյան շրջաններում կնոջ արժեքը շատ արժեզրկում են։ Մեր հիմա սերունդափոխություն է լինում, ավելի ուժեղ են նոր սերունդը, ավելի ինքնավստահ, բայց մամաները եւ այլն ինչ որ միշտ այդ տան այդ կին կերպարը պիտի կոտրվի, պիտի կինը կին լինի։ Տատ մեծացել ես։ Մեծացել եմ, չէ։ Մեծացել եմ, աղջիկ ինչ լուրջ բաներից է խոսում։ Այս 2 տարվա մեջ շատ եմ մեծացել։ Շատ լավ։ Տաթ, իսկ դու մտածում ես ընդհանրապես ոճափոխության մասին։ Դու սիրում ես ոճափոխվել, որ կտրուկ անցումներ անում ես, այդ ինչա հոգեվիճակից դա թե որ ասում ստիլիստն է։ Արտիստ եմ, հոգնում եմ, չեմ կարողանում։ Մի բանի մեջ որ երկար եմ մնում, ինձ փոփոխություն է պետք։ Նույնը ինչի եմ ես անդադ գնում ճամփորդությունների, փոփոխություն է պետք, ես չեմ կարող տեղում մնալ։
Այսինքն դու կարաս նաև ծրագիր ունես ճանապարհորդության մասին։ Բա էդ էի ասում, էլի, Երբից է գալիս։ Հովանավորներին ալեսացնում։ Տատ մի քանի բլից հարցեր ունեմ քեզ համար, ուղղակի բացահայտենք ճաշակդ, պատրաստ ես։ Ճիշտ Գնաց։ Օրը սկսվում է առավոտյան ժամը։ 10։ Հա, լավ է, երկար քնողներից չես։ Չէ, շուն եմ պահում։ Լավն է։ Առավոտյան սուրճ, թե երեկոյան թեյ։ Սուրճ։ Կա մի ուտեստ, որ ինքդ ես պատրաստում ու դու ինքդ էլ շատ սիրում ես այդ ուտեստը։ Որ տաթուն լավ է, էլի։ Ես այլանդակամով եմ պատրաստում։ Հա, ես գուրման եմ ինքս ու չեմ կարող առանձնացնել։ Մեկը։ Որս մակարոնի տաթունը։ Այս վերջում չկա տենց բան, ես ինչ որ sense գտած բաներ եմ պատրաստում։ Այս վերջում կանեոլի պատրաստեցի ֆենոմենալ համով։ Լուրջ ես ասում։ Նկարը ցույց կտամ։ Շատ լավ, համն էլ զգայինք ված չերլինին առանց նկարին։ Ես անգամ կգամ կանեոլիներով։ Շատ լավ։ Իսկ ընդհանրապես տրենդային այդ թեմատիկաներին հետևում ես, որ հիմա մոդա է, չգիտեմ սա, հիմա մոդան է, թե տաթևը ինչ սիրում է, այն էլ գրում է։ Երբեք չեմ հետևել։ Երբեք։ Իսկ ոճաբանի խնդիր։ Երբեք ոճաբանների հետ չեմ աշխատել։ Աշխատել եմ հայ դիզայներների հետ, բայց ոճաբան չունեմ, չէ։ Շատ լավ։ Իսկ դու քեզ համարում ես բրենդամոլ։ Աստված հեռու պահի։ Հա, ինձ էլ։ Տատ ինչի կարիք ունի այսօր հայ կինը քո կարծիքով։ Ոյ։ Հայ կինը ունի ուժեղության կարիք, ինքնավստահության կարիք, չամաչելու կարիք, երբ որ ընկնում է չամաչի վեր կենալ։ Ապրես։ Պիտի ֆենիքս լինենք, վառվենք ու նորից բարձրանանք ու ավելի վերև բարձրանանք ու ունենք միավորվելու կարիք, միավորվելու, հավատալու, որ յուրաքանչյուր կնոջ ձայնը կարևոր է, անկախ տարիքից, անկախ մասնագիտությունից եւ անկախ կարգավիճակից։ Եթե ինչ որ ժամանակ անցնի, չգիտեմ, որոշեն ունենան միայն կանանց կուսակցություն։ Ես էլ լինեմ ղեկավարը։ Կմիանաս ինձ։ Այո։ Միշտ իշխանություն արդեն ես ինչա։ Շատ լավ։ Տատ կա մի բան, որ երբևէ չես անի։ Այդ քո։ Չեմ դավաճանի։ Ու անկախ չեմ դավաճանի ընկերոջս, չեմ դավաճանի կողակցիս, չեմ դավաճանի։ Իսկ ինչի չես։ Չեմ դավաճանի հայրենիքը, չեմ դավաճանի ինքս ինձ, չեմ դավաճանի ծնողիս։ Հասկացա։ Չեմ դավաճանի։ Իսկ ինչը երբեք չես ների։ Դավաճանությունը։ Սկզբում միշտ ուզում ես արա, մեկը հիմքում դա է։ Ինչից է ամենաշատ վախենում Տաթևիկ Ատումյանը։ Մենակությունից։ Չէ, մենակությունից ինչ է իմաստով, որ դու ես այդպես էլ ասում են, չէ, ամեն մարդ իր կեսին է ունենում, որ ես ամբողջությամբ իմ կեսին չգտնեմ, իմին չգտնեմ։ Տաթևը 50+-ից հետո խոսած այդ տեքստերը։ Չէ, կա որ արդեն հարմարվում ես, խելքով ես ընտրում, սրտով ես ընտրում, քո տեսակից, իմ տղա տեսակին չգտնեմ։ Կարողացա ճիշտ բացատրեմ։ Լավ։ Նախ ընտրում ես ընկերուհիներով սրճել, թե մնալ տանը մենակ, պոպկորնը վերցնել, մի ֆիլմ դիտել։ Երկրորդ տարբերակը։ Բայց ընկերուհիներս ես շնորհակալ եմ իրենց, որ չեն թողնում դա անեմ։ Թողեցին, հիմա էլ չեն թողնում, չէ։ Լավ, իսկ ֆիլմ թե ներկայացում։ Ինչն է։ Ֆիլմ։ Հա, էլի։ Ֆիլմ։ Որտեվ քոնը ֆիլմն է։ Ֆիլմ։ Շատ լավ։ Եվս մեկ հարց, կա մայրաքաղաքում մի անկյուն, մի վայր, որ այդ քոնն է, սիրում ես այդտեղ լինել։ Ոչ միտեղ Տաթևին չգտնել, այդտեղ հնարավոր է գտնել։ Իմ տանը։ Շատ լավ, ես հասկացա։ Իսկ ինչի մասին Տաթևը երբեք չի բարձրաձայնի։ Անձնական ցավի։ Տաթև, լավ, դու ես վերջերս շատ ես արտահայտվել։ Չէ, բայց այդ բանը ցվիտոչկին է։ Լուրջ ես ասում, հա, շատ լավ, բայց ասա, որ մեկ-մեկ լինում է ուղակի խոսել, շփվելը, օգնում է նաև շատերին ճիշտ կարծիք կազմեն քո մասին։ Չէ, որովհետև մեկը լինելու է երկու տարբեր կարծիքներ։ Դե եթե քեզ մեկը չի սիրում, ինչ ուզում ես արա, ինչ էլ խոսես չի։ Չէ, դրանում չի հարցը։ Մեկը մի բան վատը։ Հա։ Մեկը, հա։ Մեզ մոտ տենց է։ Շատ լավ։ Ոսկի թե արծաթ։ Արծաթ ու ոսկի, երկուսն էլ նայած։ Նախ ընտրում ես։ Սեր թե փող։ Սեր։
Դե լավ, հա։ Հա։ Հավատում ես սիրուն։ Հա, առանց սեր չէր լինի։ Ես հավատում եմ, որ այդ գրքային սերը կա։ Չեմ հավատում, որ մեզ բոլոր պոետները խաբել են։ Չեմ հավատում։ Տաթևը դիպրեսիայից դուրս է եկել, ես հասկացա։ Ռոմանտիկան խեղդում է մեր աղջկան։ Տաթևը որ ծաղկին է իրեն նմանեցնում։ Վայ, չի պատկերացրել դա։ Մոտավորապես։ Թե տեսակով, թե տեսքով բույրը։ Վայրի կակաչ։ Իսկ ես Շուշանիկ ես գնացել։ Ասեմ իմանաս կողքինն էլ մեկ լսի։ Լավ։ Շատ լավ, տաթևս ունի կյանքի հերոս։ Կյանքի հերոս։ Չէ։ Իսկ ինձ թվում է դու ունես։ Չգիտես, գիտես ով է։ Մամաս։ Այո։ Հա։ Մամայից շատ եմ սիրում, շատ ուժեղ Քո կինա։ կյանքի հերոսն է։ Բայց ես չեմ տարանջատի քերին, ում համար գժվում եմ։ Շատ լավն է։ Ну, քերին ինձ մոտ աղավարում կլինի, չենք բացահայտում դրա մասին, պետք է չի։ Հետո կանենք։ Եվս մեկ հարց։ Իմ աղջիկն ունի կարգախոս, որ առաջնորդվում ես միշտ այդ քոնն է տենց։ Կարգախոս։ Հա։ Երբեք մի ասա, երբեք։ Այդ ճիշտ է։ Երբեք։ Իսկ նախընտրած խմիչք, Շամպայն կամ պրոսեկո։ կենաց։ Չես Կենացած սեր չեմ։ Իսկ կա կենաց, որ ասում ես, այդ ես պետքա խմեմ այս կենացը։ Բոլոր կենացները, այսինքն սեղանակիցները։ Շատ լավ։ Ինձ շատ իմ ու քո ընկերներից ասում են, երբ որ տաթևը լինում է մեր շրջապատում, մի րոպեում ամբողջ շրջապատը իրանով է անում, սկսում է, չգիտեմ, Դուշա կամպանիա։ այդ տենց է, թե կամպանիայից էլ է։ Դե չէ, եթե ես արդեն մտնում եմ կամպանիա, արդեն ընդունում եմ բոլորին շրջապատ, կամ գնում եմ, կամ չեմ գնում։ Հա, տենց է։ Հա, կամ եթե ես մտել եմ արդեն այդ շրջապատ, ուրեմն բոլորին սիրում եմ, բոլորի հետ միայն լավը եւ կտամ միայն լավ էներգիա եւ լավն էլ փոխանցում եմ տվեք ինձ էլի, ինձ էներգիա պետքա դրական։ Իսկ TV թե ռադիո։ TV։ Շատ լավ։ Բամբասանքը վերջի գոնը։ Բամբասանքը տաթևի մասին, որ ուզում ես եթերում բարձրաձայնել ու հերքել։ Չէ, թող բամբասան։ Ինչի՞։ Իսկ հետաքրքիր է իրոնց։ Մի նոր բան ստեղծեն։ Տատ իսկ դու կուզես օրինակ եթերում ես մի բամբասան քո մասին բարձրացնեմ։ Խնդրում եմ։ Ուղղակի ուզում հերքես կամ ասես չէ բամբասանք չի Լավ, ճիշտ է։ գնաց։ Ասում են, որ Տաթև Ադումյանի վրա այնպես է ազդել բաժանությունը, որ ինքը այնպես է դիպրեսիայից դուրս եկել, որ սկսել է ունենալ մտածել բիզնեսի մասին, եւ դու սկսել ես ինչ-որ տարածքներ նայել բիզնես սկսելու։ Ինձ թվում է այդ բիզնեսը լինելու է, չգիտեմ, գեղեցկության սրաբան, բայց իմ ծանոթները խեղդում են, ասում են, չգիտես ինչու Տաթևը որոշել է ունենալ թխվածքաբլիթների, չգիտեմ ինչի, այտենց մի հատ անկյուն, ինքը լինի շեֆ ու այդտեղ ինչ որ տակ հաց թխեն, բան տենց ուզում հասկանամ, խժում են թե լուրջ են ասում։ Չէ, բիզնեսի առումով ճիշտ է, բայց թխվածքաբլիթները չէ։ Ավելի ոնց որ ներդրումներ եւ ակցիաներ, բաներ տենց Տոթև։ Հա? բայարկե։ Դուս եկել դիպրեսիայից որ ասում։ Պետքա փող աշխատել։ Տատ դու ընդհանրապես, նո ասենք հետևելով իմ Տաթևին հասկացել եմ, որ դու սիրում ես աքսեսուարներ, բիժուտերիաներ։ Շատ։ Մեր ծրագրի նախագծի ամենասիրուն գործընկերը Էլիզա Միկուիս խանութ սրահը մեր աղջկան ուղարկել է հատուկ նվեր, այն պայմանով որ վստահ ենք կընդունես եւ իհարկե կկրես։ Ես վստահ եմ, որ կկրեմ, որովհետև բացեմ, հա։ Դու յութը ուսում ես արդեն ոնց որ թե Կբոց։ ֆիքսեք, տեսնենք ինչ են ուղարկել ընկերներս։ Մատանի ձերքի տեղով։ Հո, շնորհավոր։ Ապրեն ընկերներս։ Իդեպ ես ուղարկում եմ ձեր էջերը, իրանք ընտրում են թե ինչ ուղարկեն ձեզ։ Իդեպ իմ ճաշակը գուշակել են։ Ես կկրեմ իրեն անպայման ջինսերով։ Ապրեց։ Շնորհակալ ենք շատ քեզ։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսքանից հետո ասեմ, որ ըստ ֆորմատի մենք ունենք մի հարց, որ տալիս են գրեթե բոլոր մեր այսպես ասած հյուրերին, առավելևս նրանց, ովքեր որ առիթների հետ կապ ունեն։
Նու ինձ մոտ նաև տաղավար գալիս են այն մարդիկ, ովքեր կազմակերպում են, վարում են, երգում են այսպես, այնպես իմ աղջիկը եղել է, որ այսպես ասած հանդիսավարու կերպարում եղել է, բայց հիմա դա դնում են կողք։ Ես ուզում եմ գիտեմ ինչպիսին ես, բայց ուզում հանդրությունն էլ լսի։ Ինչպիսին է Տաթևի Կադումյանը որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ դու ընտրի որնա քոնը։ Աղջիկ, որ ամիսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը, աղջիկ, որ մի տեսակետորը նեղվում է կուսանում է, եւ աղջիկ, ով տուն տեղ ընկերներ, կոլեկտիվ ոնց էլ չլինի, համար մի բան կկազմակերպեն։ Որն է քոնը տա։ Չէ, Տաթև, որ կազմակերպում է մի շաբաթում ուժեղ ծնունդ։ Դրեսկոթերով բան, չէ, տենց մոմերը տեղ ասա։ Ահա, տենց եղել է, բայց այս տարի ուրիշ ձև եմ նշել, ավելի մեկուսացած հանգիստ։ Հա։ Բայց Իտալիայում, մի լավ ռեստորանում, հա։ Վերջում ասեց էլի, մեկուսացած չմտածեք տունը մենակ փակվել է։ Չէ, ես չեմ, չէ։ Շատ լավ, իսկ վերջի հարցին բլից հարցերի, չնայած այդքան է բլից չէր, ոնց հասկացան կարողացանք մի քիչ բացահայտել Տաթևին, մի հարց կա ինձ, հետաքրքիր դու ընդհանրապես շփվում ես Աստծո հետ Տաթ։ Միշտ։ Վայ, ես հիմա սկսել եմ պատարակների էլ գնալ, ստաբիլ։ Վայ, առանց Աստծո ոչ մի բան չի լինի, չէ, ինչ միտք բացահայտել, միշտ պետք է Աստծո մասին խոսել, փառքն Աստծունն է, պետք է միշտ ասել, առանց Աստված որևէ բան չի լինի։ Ապրես, իսկ եթե հիմա Փառք Տիրոջը։ Աստծո ճրագը եթե ձեռքդ դներ, ինչ կխնդրեիր իրանից կամ ինչ կմաղթեիր։ Ինչ կխնդրեի, որ ուղղորդի ինձ, ինչպես որ ինքն է ուզում։ Իսկ կմաղթեի, որ նույն ձև ուղղորդեր մեր բոլոր կանանց։ Ապրես, իսկ վերջիս հարցին հույսում երկար չես մտածի։ Նախընտրած հեռուստահաղորդավարուհի ունես։ Ծինա Հակոբովնա։ Տատ, տեսախցիկը քոնն է, կանանց կշնորհավորես։ Վայ, իմ սիրելի կանայք, ճիշտ է ամբողջ եթերը ստացվեց շնորհավորանքներով, ձեզ նորից կկրկնվեմ։ Ուզում եմ, որ երբեք չվհատվեք։ Անկախ ամեն ինչից, անկախ տարիքից, անկախ մասնագիտությունից, ամեն ինչ պատահում է, կյանք է։ Միշտ հիշեք, քիթը մաքրեք եւ բարձրացեք, առաջ գնացեք, միայն առաջ, որովհետեւ եթե հավատում եք ձեր երազանքին, ձեր ուժերին եւ ամենակարևորը Աստծուն, Աստծո օրհնությամբ ամեն ինչ լինում է։ Իսկ ես փակում այսպես պետք է ասեմ այսքանից հետո վստահ եմ որ բավարարված եք շատ հարցերի պատասխաններ ստացաք ու միջև հիմա ձեզ հետ իմ աղջիկներ Տաթևիկը որի ինձ հետ մեծանում եւ ձեր Ձինա Հակոբովնան կներեք պետք է իրան գրկեմ հիմա Ող Օպրես Մերսի շատ Այնպես որ հանդիպում ենք վաղը ճիշտ ժամին նույն տեղում Հակոբովնայի մոտ 21 TV եթերում բարին ձեզ Քեզ է կանչում Քո մասին է անվերջ երազում Ուզում եմ գրկել նորից սիրելիս Չեմ կարող էլ լրել ես Չեմ կարող Աչքերիդ նայեմ ու ասեմ քեզ սիրում եմ Ու գտել եմ Երազել եմ, քո մասին միշտ երազել եմ Դու իմ կյանքի միակ սերն ես, սիրելիս Ես գտել եմ միակիս Իմ սիրտը քեզ է տենչում, իմ հոգին անվերջ քեզ է կանչում Երբ մի օր քեզ չեմ տեսնում, սիրելիս Քեզ ինչպես սիրեցի ես, չիմացա Չեմ ուզում էլ ապրել առանց քեզ, հասկացա Ու գտել եմ, քեզ գտել եմ Երազել եմ, քո մասին միշտ երազել եմ Դու իմ կյանքի միակ
սերնես սիրելիս Ես գտել եմ միակիս Կոնքը սիրում եմ ես քեզ խենթի պես Ոնց եմ ապրել առանց քեզ չգիտես Չեմ թողնի որ հեռանաս դու իմ կես Սերը մեր հազոր է մեծ դու գիտես Ու գտել եմ քեզ գտել եմ Երազել եմ քո մասին միշտ երազել եմ Դու իմ կյանքի միակ սերն ես սիրելիս Ես գտել եմ միակիս Ես գտել եմ միակիս